Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Եվրոպական խորհրդանի մեծարգո նախագահ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ, կառավարության ղեկավարին Ստրասբուրգի օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը։ Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով, այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Մեծ պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք, ժողովրդավարության տանը մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում, համոզվելու եւ համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ։ Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասել է նա, ապա հավելել. Իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի եւ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ այսօրվա իմ ելույթում ես նաեւ հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացա նախորդ 2.5 տարվա ընթացքում այս թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի ամենակարևորն այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որն իր խոսքով պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում։ Դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, նկատել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից եւ հերթական անգամ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացույցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր, ասել է Փաշինյանը, ապա շարունակել։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցի ձայներ չեն լսում, ավելին անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս բահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է նաև, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի։ Նա նաև պնդել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուր աշխատանք տանել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր Կորնիձոր, Եղեգնաձոր երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիթա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել, այս մասին հայտնում են թանգարան ինստիտուտից։ Դիմումը գրված է, սակայն դրա վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չկա, ասացին թանգարանից, մնացած հարցերը չմեկնաբանեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Ինքը Գզոյանը նույնպես չի մեկնաբանում իրավիճակը, ավելի վաղ հրապարակ օրաթերթը գրել էր, որ Ժաննա Անդրեասյանն է Էդիթա Գզոյանին հորդորել աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է, եթե ինքնակամ չգրի կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Տիզեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ։ Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է Արցախ տերմինը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը հայտնել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին ենթակառուցվածքային եւ էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։
Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային եւ բնական գազին։ X-ում գրել է թուրք նախարարը հանդիպումից հրապարակելով լուսանկարներ։ Փաշինյանը նաև առիթն է օգտագործել հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելու համար։ Նա ԵԽԱՄ-ից հայտարարել է, որ վեհափառի քաջալերման արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել, պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը զբաղվել է ինքնագովասանքով։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպես մենք լուծեցինք խնդիրը, մենք խոսեցինք մեր գործատուի ժողովրդի հետ եւ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50% աճ է ունեցել կառավարության աջակցությամբ։ Այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում, նշել է նա։ Վերջինս նաև անդրադարձել է արցախցիների խնդրին, համոզմունք հայտնելով, որ վերջիններս պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայան է ժամանել թուրքական Turkish Airlines ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից։ Զվարթնոց օդանավակայանից հայտնում են, որ չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, Turkish Airlines ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը եւ Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն եւ այլ հյուրեր։ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթների հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից շաբաթական 14 չվերթի։ Մարտի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 23-ից 15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմենան իր վարած BMW Մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրի հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արթուրայի անվամբ հաշվառված Կամազ Մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտածի օպերատիվորեն ժամանած Մասիսի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված BMW-ն տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մինչդեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից հազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։